Գյուղմթերքների շուկայում այս տարի ամեն ինչ աննախադեպ թանկ է։ Այս մասին ահազանգում են սպառողները, նշելով, որ նախորդ տարվա համեմատ կրկնակի անգամ եռակի թանկ է հատկապես միրգը։ Օրինակ ծիրանը 1000 դրամից ավելի մատչելի է այն դեպքում, երբ որ արդեն բավականին հասել է։ Մարդիկ ասում են, որ դա պայմանավորված է այս տարվա միրգ բանջարեղենի սղությամբ ու թեև կառավարության այն պնդումներին, որ ռուսաստանյան շուկայի փակ լինելու պատճառով մրգի եւ բանջարեղենի մեծ պահանջարկ կառաջանա, ինչով պայմանավորված գները կեժանանան, այնուհանդերձ մենք շուկայում արձանագրում ենք, որ իրականությունը բոլորովին այլ է։ Էսը ռեհանա 100 դրամա, ցիտրոնը 100 դրամա, սոխ 200 դրամա։ Նախորդ տարվա նույն գներն են։ Չէ, այս տարի ավելի էժան է։ Անցած տարի ավելի գինը բարձր էր, համեմի գինը ավելի բարձր, մինչև 300 դրամ էր, բայց այս տարի 200 դրամ է։ Գիլասները մենք վաճառում ենք 1500 դրամով, մալինան 1500-ից մինչև 1700 դրամ։ Ծիրանը դեղցը 1500, ծիրանը 800-ից 1200 դրամ։ Նախորդ տարվա համեմատ գները այս Տարվա համեմատ գները շատ բարձր են։ Իսկ ինչով է պայմանավորված ձեր կարծիքով։ Պայմանավորված է եղանակից, որ բերքը շատ քիչ է։ Անես չի, որ դուրս է գնում, միշտ էլ դուրս էր գնում, բայց այս տարի Տեսեք, այս տարի Ռուսաստանը արգելեց, որ միրգը դուրս գնա, պետքա որ շատ լիներ։ եղանակը շատ վատ էր, բերքը շատ քիչ եղավ, հասկանում ես, բոլոր տեսակները, ծիրանն էլ, գիլասն էլ, ամեն ինչն էլ Բոլորը տեղական է։ Բոլորը տեղական են մեր մոտ ապրանքները։ Շուկայում կա, որ դրսից ներկրվում է։ Օրինակ այս Վրաստանից է գալիս, թզադեղցը, նեկտար է գալիս Վրաստանից, պատկերացրու, որ հավասար գներ է, եւ Հայաստանի, եւ Վրացականի, ճիշտ է, այդքան ճանապարհը գալիս է, բայց նույն գներն են։ Քույրիկը թանկացախում ես էժան, ինքը թանկ առնեմ ես էժան եմ բերում ազիզ ջան։ Ով ոնց ուզում է պապայ արի։ Մի հատ գները կասե։ Այս մեծ բիբարները 100 դրամ մեկ հատը սիրունս։ Կծու չի, մերկա դնեմ տանեք կերեք, տեսեք ինչ լավն է, սիրտդ լավ կաշխատի։ Ըհը, կծուն առողջար արա։ Կյանք ջան 250 դրամ, 1000 դրամ։ Դա ներկրված է, թե տեղական է 1000 դրամ։ Մեռնեմ քեզ տեղական է, ես դրսի չկա ցավը տանը։ Բայց այս սեզոնին 1000 դրամ թանկ չի։ Դե մի քիչ հետո կեժանանա։ Հələ նոր է հələ գյուղացունը մեռնեմ քեզ։ Մենք միշտ 500-ով ենք վաճառել, հələ նոր է ելել։ Հենց որ բանը լի, արդեն մի քիչ դեպի դենը գնա, արդեն գները հարմար կլինի։ Տես սրանք շատ թանկ է, բայց ես 100 դրամով եմ վաճառում։ 100 դրամ կիլոգրամ է։ Ոչ սիրունս, մեկ հատ է։ Իսկ անցած տարի այս նույն պղպեղը վաճառել 300 դրամով եմ վաճառել մի հատը։ Իսկ հիմա ազիզ որ դուրս չգնամ, դրա մաս դեժանա գյուղացու ապրանքը։ Ես Գերմանիայի քաղաքացի եմ, հայ եմ, այնտեղ այդքան տարի ապրելուց հետո հասկացա, որ այս մեր բանը թափված, կարդոնի վրա նստած, այս փոշին, այս բնականը, այս արտակարգը, այս գները ջրի գին են, օրինակի համար Գերմանիայի համեմատ նկատի ունեմ։ Այո, այնտեղ շատ աշխատում ես, դեռի բաժանում ես, դատարկ համարյա նստում ես, բայց քաղցր է երևում էլի, ու այս մեր հրաշքները Եվրոպայի ապրանքի համեմատությամբ ինչպիսին է մեր տեղականը։ Նախ ընդեղի ծիրանը ծիրան չի, մեր կարտոշկեն ավելի համով է, քան ընդեղի ծիրանը, ոչ ձմերուկը, ոչ մի բանը, ես լրիվ դեմ եմ պատվաստումների, սրսկումների, որ ուտելիքը դարել է տենց, աշխատում եմ մեր բանից, մեր շուկայից առնում ենք տնական ձուն, տնական կարոտ, մեր պապինը, մեր թողածը, մեր մաքուրը, մեր օրիգինալը, մեր հարգանքը, մեր Հայաստանը, չգիտեմ ինչ ասեմ։ Կներեք գոհ եք շուկայի գների։ Նորմալ է։ Գոհ եմ։ Ծիրանը, որ 1000 դրամից է սկսվում, գիլասը։ Ասած այսօր չեմ նայ 1000-ը, թե ինչ կարա։ Ես միշտ առել եմ 400-ով, 500-ով, այնց հեղը 300-ով էլ եմ առել ծիրանը։ Տարի 200-300 էր, այն լավ ծիրան։ Անցյալ տարի, այս տարի է։ Այս տարի տենց ծիրան չկա, էլի, ասենք ցուրտա, բանա, կարկոտա, սաղ ավիրել է միտքը։ Գյուղացիներին էլ չես կարող մեղադրես։
Էտա։ Այս տարվա համեմատ ենք հարցնում գները ինչպիսին է։ Ինչ հարմար է, դա էլի որոշ բան։ Որ ասեմ շատ yaman գիտի, թանկա չէ։ Հարմար է կրպանին։ Գյուղացին չարչարում տանջվում է, բերում է ջերմոցի պամիդորը 100-120 դրամանով տալիս է, որ մի վերավաճառողն էլ ես եմ, ինքս եմ։ Մեղ չեն այդ գյուղացիքը։ Ես չգիտեմ, կարող եմ ասել։ Մարդիներն էլ են մեղ, մարդիկ էլ են մեղ, որ գնողունակ չեն ու Գնողունակություն էտի մի կողմ, եթե ժանելի մի քիչ էլ հնարավորություն ունեն, առաջար նման չի շուկան։ Եվաղ տանում են 5 կիլոգրամ, հիմա տանում են 1 կիլոգրամ, 2 կիլոգրամ։ Հնարավորություն չունեն, մարդիկ փող չունեն, ամեն ինչը թանկացել է, որտեղ մտնես սուպերմարկետները, մարկետները, խանութները, որտեղ մտնես գրեթե բոլորը միանգամից թանկացել է, ժողովուրդը չգիտի ինչ առնի, որ ասած։ Հիմա ասենք գնում ես ինչ-որ բան վերցնում ես, երեք առել ես խոսքին 1000 դրամ, այսօր առնում ես 1200 դրամ։ Բա դա ինչ է, այսօր ապրելակերպ է։ Սա ապրելակերպ չէ, ժողովուրդը ի վիճակի չի ապրելու։ Չասեն, այս ժողովուրդը լավ ապրում։ Շատ նեղ վիճակով ապրում։ Գոյատևում ուղղակի։ Այս թանկացումների իման վրա։ Ուղղակի գոյատևում, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ իսկ Ռուսաստանը, որ շուկան փակեց, հա, ռուսական շուկան, ապրանքները մնացին Հայաստանում, կառավարությունից ասում էին, որ գների անկում կլինի, բայց մենք արձանագրում ենք այսօր, որ փաստացի առանձնապես այդպիսի գնանկում չկա, էլի էժանացում չկա։ Դե իհարկե գների անկում կա, ոնց կարող է գների անկում չլինի։ Կարող է բանջարեղենը, բայց մրգի շուկայում այդպես ակնհայտ չէ։ Գնի անկում չկա, հիմնականում ասենք ծիրանը։ Դրանց անկում չկա, մնացածները ասե, հա։ Դրանց մեր դե իմի ասեն գյուղացին միրգը բերում սե շուկան ծախում է, բանջարեղենները հեկտարներով դնում է։ Այդ խեղճ գյուղացին ինչ անի, որտեղ տանի վաճառի։ Պամիդորա, վարունգա, լոլիկա, եսիմի այլ բաներ են։ Գյուղացին որտեղ որ լճանում է դրա համար մեխանիկորեն իջնում է ապրանքի գինը։ Եթե դեֆիցիտ է դառնում, մեխանիկորեն բարձրանում է։ Դա առևտրի ձևն է։ Բայց պետք է կարողանան ապրեն ժողովուրդը, չէ՞, որ ասենք ապրելու միջոց են գտնում, փնտրում, ուրիշ ոչ մի բան։ Իսկ նաև դաշտի ելակ եմ տեսնում, վաճառում եք, այս տարի գները այդպես էլ չի չան, ինչով է պայմանավորված։ Իջել է, չէ, համեմատած իջել է։ Օրինակ նախորդ տարի 600, 700 գոնե հնարավոր էր լինում։ Հիմա իջել է ու հասանելի է բոլորին առնում են հիմա, դեց ամաններով թասով առնում են։ Իսկն 1200 դրամը մաչելի է։ Հա։ Ու նման ավելի է ժամ 800 դրամ կիլոն ծախել ենք, էլի հիմա ամեն գնի լինում է։ Հիմա արդեն իսկական սեզոնն է, էլի բոլորին էլ հասանելի է։ Օրինակ նախորդ տարի էլի վաճառել եք, հա, ելա։ Հա, անցած տարի էլ ավելի թանկ էր, իսկ այս տարի էժան է։ Ո՞ն էր անցած տարի։ Անցած տարի 1500-ից էր սկսել կիլոն, այս տարի էժանացել է։ Թանկ է շատ, ամեն ինչը շատ թանկ է։ Օրինակ իրենք ասում են, որ անցած տարվա համեմատ էժանացել։ Չէ, էժան չէ։ Անցած տարվա համեմատ նույնիսկ կրկնակի ապրանքով կրկնակի թանկ է։ Հնարավորություն ունենում եք, օրինակ շատ կիլոգրամներով գնել։ Չէ։ Պահածոներ պատրաստ։ Դե հիմա ես ոչինչ չեմ պատրաստում, այդպիսի բաներ չգիտեմ, որովհետև շատ թանկ է։ Նայեցինք ամենամաչելին ձեր մոտ է ելակը։ Մեր մոտ մաչել է միշտ ելակները, մեկ առավոտները խաղում ենք, նոր թարմ վերում ենք։ Այսինքն դուք ձեր վերավաճառող չեք, ձեր ելակ։ Հա, մեր ապրանքներն է, էլի։ Էջմիածի Սամաղար գյուղ։ Սամաղար գյուղինն է։ Բավականին այս տարի առատ է ելակը, բայց գները չեն իջնում, ձեր մասին չի խոսք, հա, վերևները 1000 դրամից է սկսում։ Ինչով է պայմանավորված։ Որովհետև հատապտուղների մշակությունը շատ դժվար է, էլի, դրա համար։ Ռուսաստանն են տանում ապրանքները, նա ֆուրեր եկե տանում են արդեն։ Ասում են փակել է Ռուսաստանը։ Անում են, Ռուսաստան շատ են տանում, դրա համար հիմա թանկ է։ Որպես հայկական ապրանք են տանում, որտեղ ասում են հիմա Վրաստանով են ձևակերպել։ Հայկական ապրանք, որակը բարձր է, տանում է։ Ինչ գոհենք, ես առանձնապես այդպես խոշոր առևտուր չեմ անում, գյուղում եմ ապրում։ Դե գյուղացու բերքել չկա այս տարի։ Ծիրանը վնասել է, դեղցը վնասել է, կարելի ասել 10% բերք չկա։ Դժվար է գյուղացու համար։ Առևտրականի համար հեշտ է, կարելի ասել։ Շահույթը շատ է, բայց գյուղացուն քիչ է։ Յոլ են գնում, ոչ, շնորհակալություն։ Իսկ գների բարձր լինելը դրանով է։ Հա, հիմա կարելի ասել, հիմա պայմաններում բարձր է գներն։ Համադած օրինակ սմբուկը բարձր է, եմիշը, ձմերուկը,
Դրանք բարձր են։ Դե նայած գնողին։ Օրինակ գյուղացու համար մի քիչ դժվար է։ Քաղաքացու համար էլ դժվար է։ Դե քաղաքում կարելի է ասել մեծամասամբ աշխատում է, գործ կա։ Գյուղերում կարելի ասել մեռած վիճակ է գյուղերում։ Շատ քիչ տոկոսը որ գյուղերում աշխատում են։ Աշխատանք չկա գյուղերում։ Քաղաքում շինարարությունների գնում է, մարդիկ աշխատում են։ Հնարավորություններ կա։ Գյուղում էլ մեծամասամբ էլ բերքի վրա իրանց հույսը, բերքը ցուրտը տարել է։ Կարկուտը ցուրտը տարել է։ Ինչ անես։ Մենք չենք կարող ասուետ մենամարտենք։ Բամյան ինչքան եք վաճառում։ Բամյան վաճառում ենք 1200 կամ բերիքով 1000 դրամ։ Լոբիները Իջևանը մի քիչ թանգոտա, Իջևանը։ Իրանք փող են տիրում էլի, մենք թանկ են բերում Իջևանցիք։ Մենք էլ տիպատ պիտի թանկ վերավաճառենք։ Էդ էլ մեր տեղական լոբիներն ա, դաշտի էժանա։ Նենթանում ենք ժողովրդին հարմար լինի։ Մեծ քանակությամբ կարողանում են առնել։ Պատահում է։ Ռեստորանները, խանութները մեկ-մեկ կպնում է։ Այսինքն մարդիկ փող չունեն, հա, գնելու համար։ Դե ով ասում փող չունեն, մեր ժողովուրդը հարուստ ժողովուրդան չի, փող չունեն, հոգովել են հարուստ, կերպանովել են հարուստ, պրոստը սիրում են մի քիչ մզմզալ։ Բայց չէ, դժգոհ չենք առևտրից, մեր օրվա հացը վերավաճառքով տուն ենք տանում, օրվա հացը։ Կայի գները մաչելի են ձեզ համար։ Ծիրանը չի հասանելի չի, բայց մնացածը դեղց եմ արել, դամբուլ եմ արել, հարմար է։ Մնացածը թանկ է, հա։ Դա հազարը իրանք մոտ 80-150 դրամ է կուկուզը։ Խանութ որ խանութը մտնում ենք թանկ է։ Ամենից թանկ է։ Այսինքն գյուղացու էժան առնում են, թանկ վերաբերում։ Հա։ Գուարտիներ թանկ ան բան էժանան։ Արավոտի ժամը 5-ից մինչև ժամը քանից գուարտին մեկ չի։ Երկու կոպեկ չանեն գուարտիները, մեկ են։ Արևի տակ։ Էժան չի։ Ծիրանը 1000 դրամ է, մարդկաս կինո բարել չի արել։ Ինչն է էժան։ Գիլասը 1000 դրամ։ Հա, շատ թանկ է։ Մարդկա օրինակ մենք չենք կարող ծիրան առնենք։ Էլի թանկ է։ Անան չեղեն էլ է շատ թանկ։ Ահա որ կներա։ Չի որ էժան է։ Ասում են կյանքը թանկացել է, դրա համար իրենք էլ են թանկացնում։ Գյուղացին ասում է դժվարացել է աճեցնել։ Ես նոր լսամ, որ գյուղացին ասում ասախ ջերմոցները քաշել ենք, թափել ենք պամիդորի քոլերը, ասում են այնքան էժան է, բայց պամիդորը խա էժան 200 դրամ բերիկն է։ Էջ էլ թանկ չի։ Հա, բա։ Այդքան գյուղացի նեշություն արը թանկ, հա։ Հա։ Վելը Աստված տվեց, որ ծիրանը քիչ էր։ Ինչ անենք։ Բայ բարև ձեզ, հենա ես 500-ով եմ ծախում։ Ով ասում։ Հա իմ սեփականն է։ Էդել է իմ սեփականը։ Սալորը ինչքան եք ասում։ 500 եմ ծախում։ Որտեղին է։ Արարատ քաղաքին է։ Իսկ կարկուտը բան չի վնասել էս տար։ Վնասել է, ոչ չի վնասել, իրա չափով։ Բնության դեմ խաղանել չի կարելի ազգ ջան, դի բնությունը։ Քանի մենք ապրում ենք այդ բնության հետ ապրում ենք։ Ոնց բնությունը թույլ տվեց, հենց էլ ապրում ենք։ Բայց կան այսօր պաշտպանող միջոցներ, հակակարկտային կայաններ, ջերմոցային։ Աշխատում է, վաղտկա չի աշխատում։ Ով գիտի։ Ժամանակ առ ժամանակ ազգ ջան։ Իսկ Ռուսաստան արտահանում եք։ Առաջ եղել է, հիմա չէ։ Հիմա որ Ռուսաստանը փակել է, ինչ որ դժվարությունների առաջ հայտնվել։ Աբա ինչ ենք արել։ Այս այն ժամանակ 5-600-ով հենց հայատից էին տանում ֆուրերը։ Իսկ հիմա մենք ենք 500-ով ծախում։ Բա ասում են հիմա Եվրոպա տանելու հնարավորություն կա։ Ես տեղյակ չեմ։ Ես տեղյակ չեմ ազգ։ Մեր տունը չեն եկի, իմ հայատը չեն եկի։ Ինչ իմանամ։ Շատ բան են ասում։ Բան ասած ինչ են հավատում։ Այդ ամի իրական փաստն է, որ դուք տեսնում եք։ Ձեր աչքի առաջ։ Ասեք գների մասին։ Ես ոչ մի բան էլ ընդի չի հետաքրքրում։ Ես երգիր չէ որ հետաքրքրում։